Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այս պահին մենք գտնվում ենք Երևան-Ապարան ճանապարհահատվածի Արտաշավանի հատվածում, դեպի Արտաշավան տանող հատվածում։ Մեքենաները այստեղ արգելափակված են առատձյան եւ մերկասառույցի պատճառով։ Ապարան գնացող շատ մեքենաներ այս պահին հետ են շրջվել, վերադառնում են Երևան։ Այստեղ կանգնած է նաև հանրային տրանսպորտը դեպի Ապարան գնացող։ Բեռնատարներ, մենք նկարահանող խմբով գնում էինք Ապարանյան ձմեռ 2026-ը լուսաբանելու, բայց ինչպես տեսնում եք հնարավորություն չունենք հասնելու, այստեղ մեծ թվով նաև բեռնատարներ են կանգնած։ Բազմաթիվ մեքենաներ դեպի Ապարան գնացող այս պահին չեն կարողանում տեղաշարժվել, փորձենք հասկանալ ճանշինը տեղում է թե ոչ։ Այս պահին ես տեսնում եմ արդեն ճանշինի մեքենաներից այս հատված մեքենան նոր հասավ, կարող եք տեսնել։ Նշեմ, որ մենք արդեն 15 րոպեից ավել է ինչ այստեղ արգելափակման մեջ էինք։ Ես ձեզ ներկայացնեմ այստեղ իրավիճակը։ Այս պահին Ապարանից դեպի Երևան հնարավոր է այդ կողմով հնարավոր է գնալ, բայց դեպի Ապարան ոչ, դուք տեսնում եք, դեպի Ապարան գնացող մեքենաները կանգնած են։ Հարգելի հետևորդներ, Երևան-Ապարան ճանապարհահատվածն է դեպի Արտաշավան գնացող հատվածը։ Քիչ առաջ այստեղ մենք տեսանք նոր եկած ճանշինի մեքենա դեպի Երևան գնացող հատվածում աղ էին լցնում, իսկ ահա դեպի Ապարան գնացող հատվածը, ինչպես տեսնում եք, շարունակում է մնալ արգելափակված առատձյան եւ մերկասառույցի հետևանքով։ Այս պահին այստեղ դեռևս այս հատվածում աշխատանքներ չեն տարվում։ Հիշեցնեմ, քիչ առաջ դեպի Երևան գնացող հատվածում աղալցման աշխատանք էր կատարվում, բայց հահա դեպի Ապարան գնացող հատվածը շարունակում է մնալ արգելափակված։ Այս պահին դեռևս այս հատվածում, որտեղ որ ես եմ եւ այս պահին ձեզ իրազեկում եմ տեղի ունեցող
գործընթացների վերաբերյալ այստեղ աշխատանքներ այս պահին չեն կատարվում։ Մեծ թվով մեքենաներ, այդ թվում բեռնատար մեքենաներ են արգելափակված, այստեղ նաև հանրային տրանսպորտներ արգելափակման մեջ։ Հիշեցնեմ, մենք գնում էինք ապարանյան ձմեռ 2026-ը տեսանկարահանելու համար, բայց այդպես էլ հնարավորություն չունենք հասնելու միջոցառման վայր։ Հետևորդները հարցնում են, այսինքն ճանապարհի մի հատվածին աղ ու ավազ են լցնում, մյուսին ոչ, նշեմ, որ այս պահին ես ձեզ կարող եմ ցույց տալ, տեսեք, դեպի Երևան գնացող հատվածը լցվել է աղ, ահա դեպի ապարան գնացող հատվածում աղ չի լցվել։ Այն ինչ այս պահին այստեղ տեղի է ունենում, նշեմ, որ արդեն մոտ 25 րոպե է ես այս ճանապարհահատվածին եմ եւ դեպի ապարան գնացող հատվածում այս պահի դրությամբ ես աշխատանքներ տարվող չեմ տեսնում, դուք ինքներդ կարող եք տեսնել, քանի որ հարցեր եք ուղում։ Խնդրեմ, դեպի Երևան գնացող մեքենաները կարողանում են գնալ քիչ առաջ, ես ցույց տվեցի, որ աղ են լցնում, դեպի Երևան գնացող հատվածն է։ Անի Գևորգյանի էջնա New Day։ Նորմալ եկել եք, փաստորեն դեպի Երևան հնարավոր է, բայց ապարան չէ։ Լրիվ նորմալ է, ստեղ է ինչ-որ կա, ստեղ է։ Հա, միայն փաստորեն այս հատվածն է վարորդը ասած, հիմա տեսեք, սա էլ ապարան գնացող հատվածն է, եթե դուք աղ տեսնում եք, ես չեմ տեսնում, այս պայդրությամբ այստեղ որևէ աշխատանք չի տարվել, նշեմ, որ ես արդեն 20 րոպեից ավել է, 25 րոպեից նույնիսկ ավել է, ինչ այստեղ կանգնած եմ։ Հիմա շրջենք, դուք տեսնեք։ Այստեղ մեքենաները արգելափակված են, տեղաշարժվելը դեպի ապարան պարզապես անհնար է։ Թող բարձրանա։ Այդ ջիպը թող գա, թողին քաշի ճանապարհից դուրս բերի։ Երբ Վերջի ավտոն Kia է, թող էդի ազատի ջիպը թող բարձրանա բերել։ Բարև ձեզ, հարգելի ոստիկան։ Սպասեք, հա էս։ Չջոջա չէ, չէ մոդելը գայ։ Հասկացանք, արա դե ինաս պրոցիվ ջիպն էլ իրանք։ Դուք արասեք, հա։ Ես ներողություն եմ խնդրում, երբ հնարավոր կլինի դեպի ապարան գնալը։ Ինչքան հնարավոր է հարգելի ճանապարհը բացում ենք, որպեսզի ազատ երթևեկությունը շարունակվի։ Իսկ ինչու է աղը լցվում դեպի Երևան գնացող հատվածում, բայց դեպի ապարան գնացող ոչ։ Հատվածից է իջնում, դա էլ մեր գործողությունների մեջ չի մտնում։ Մենք հնարավորություն ենք ունեցել հայտարարել, որ մոտենան աղ ու ավազ ցանեն ու անում են այդ ամենը։ Չէ, մենք հիմա մեր գործողությունը։ Ես 25 րոպե այստեղ եմ։ Ես գիտեմ, տեղյակ եմ այդ համար ներողություն ենք խնդրում ու աշխատում ենք։ Հնարավորինս ծեղ ժամկետում ճանապարհը կբացվի։ Ես պիտակ ավտոն դերնակ Որ ես ավտոն իրական։ Չէ։ Չէ։
Դուք էլ եք գնում եք ապարան դեպի, հա? Ապարանյան ձմեռին մասնակցելու, թե պարզապես այնտեղի բնակիչ Չէ, եք։ գործով եմ գնում, բայց դե ոնց որ ճանապարհը սեստայում է պետք է հետ գամ։ Հետ գնաք Երևան։ Այո։ Դուք էլ եք 25 րոպեից ավել էստեղ կանգնած։ Այո։ Բայց նորմալ է թվում է այն աշխատում էլի բայց։ Դե այս պահին Դե բայց դժվար է, բա միանգամից այդքան ճանապարհը սառույց է։ Բարձր։ Դե լավ։ Դուք տեսնում եք մեքենաները որոշում են շրջվել եւ գնալ դեպի Երևան։ Հետ դառնալ։ Նշեմ, որ ոչ միայն մարդատար մեքենաներն են այստեղ։ Բարև ձեզ։ Ներողություն։ Այո։ Որի ջոկ ես դա։ New Day-ով եւ Անի Գևորգյանի էջով։ New Day-ը լրատվականով եւ Անի Գևորգյան իմ Facebook-յան էջով։ Դու տալու ջամուզի բարեջ է։ Դուք ասեք, ինչքան է այստեղ կանգնած եք, ինչքան ժամանակական։ Մի ժամ է։ Մի ժամ, հա, ես 25 րոպե արդեն։ Հա, մի ժամ կլինի։ Իսկ ինչպես է ստացվում, որ այն կողմում աղա լցման աշխատանքներ կատարվում են, այս կողմում չէ։ Ես Վերևից իջաղավտում դրա համար։ Հա, այսինքն դեռ այս պահին դեպի ապարան գնացող չկա։ Որ ստեյս գցեն մենք կհելնում։ Իսկ ինչ գործով էիք գնում ապարան։ Հա։ Բեռներ եք փոխադրում։ Հաստա։ Հա, այսինքն ուր եք գնում դեպի։ Դեպի Մոսկվա։ Հա։ Դրակնով եք։ Հա, բարև ձեզ։ Չեք, հա։ Այո, Այ քո ցավը տանը շատ լավ է։ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որոշել եք ինքներդ բացեք ջանım։ Հա, չեմ նկար։ Խնդրեմ շատ բարի։ Ինքներս են կանում են, յանը ժամը 7-ից հասել են։ Ասմա մեքենա է կուղարկել։ Պատրոններ են դարձել։ Այսինքն այստեղ նաև վթարված մեքենա կա։ Ժամը 7-ից գալիս են։ Դրանին բերել են աղել, ցանը ավազել, ցանը։ Էլես քերը մեկ լցնեք մեքենաների տակ որից կա։ Ես ով բանասի եթե նշտ կա։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ Ալտում շնորհակալ։ եմ ձեզի շատ ուժեղ։ Շնորհակալ եմ հարգելի Շատ։ քաղաք։ Այդ մեկնաբանությունները հանդուպից բարձր են ես գնահատում։ Շնորհակալ եմ։ Ալտ ձեզ։ Հարգելի հետևորդներ, գիտեմ բոլորդ զարմացած եք, ես սովորաբար այսպիսի տեսանկարահանումներ չեմ իրականացնում, բայց ես ինքս գնում էի ապարան, որպեսզի ապարանյան ձմեռ 2026-ը տեսանկարահանեի եւ այնտեղից ուղիղ հեռարձակում նաեւ ապահովեինք, բայց դուք տեսաք ստեղ ինչ է այստեղ կատարվում, ստիպված լուսաբանում եմ այնինչ այստեղ է տեղի ունենում, որովհետև իմ բուն նկարման վայրը որտեղ որ պիտի գնայի, հնարավորություն չունեմ գնալ։ Նշեմ, որ մեքենաների մեծ մասը վերադասավորվում է, որպեսզի այստեղից վերադառնան Երևան, չեն շարունակում ճանապարհը դեպի ապարան։
Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք գտնվում ենք Երևան-Ապարան ճանապարհահատվածի մի մասում, դեպի Արտաշավան գնացող հատվածում եւ այստեղ մեքենաները դեպի Ապարան գնացող արգելափակված են, այս պահի դրությամբ դեպի Ապարան գնացող ճանապարհահատվածի այս հատվածում դեռևս աղալցման աշխատանքներ չեն կատարվում, նշեմ, որ փոխարենը մենք տեսանք, որ դեպի Երևան գնացող հատվածում աղալցման աշխատանքներ կատարվում են։ Վարորդները այստեղ դժգոհում էին, որ հնարավորություն չունեն հասնել Ապարան, շատերը շտապում են նաև Ապարանյան ձմեռ 2026 միջոցառմանը մասնակցելու, բայց արգելափակման մեջ են։ Այդ թվում մենք գնում էինք լուսաբանելու նպատակով, բայց ինչպես մյուսները մենք եւս գուցե որոշում կայացնենք արդեն դեպի Երևան հետ գնալու, որտեղ շատ մեքենաներ այստեղ այդպիսի որոշում կայացրեցին, ճանապարհահատվածը անանցանելի է, մերկասառույց է եւ բացի դրանից արդեն կոնկրետ ես կես ժամից ավել է ինչ այստեղ եմ, շատ վարորդներ ասացին, որ իրենք էլ 1 ժամից ավել է ինչ այս ճանապարհահատվածում են։ Մենք զրուցեցինք տեղում նաև աշխատող ոստիկանների հետ, այստեղ մեծ թվով ոստիկաններ իրենց աշխատանքն էին կատարում, նրանք նշեցին, որ կապ են հաստատել համապատասխան մարմինների հետ եւ ամեն ինչ անում են, որպեսզի ճանապարհահատվածը շուտ բացվի, բայց ինչպես վարորդներն էին նշում, այս իրավիճակը արդեն 1 ժամից ավելի է, իսկ կոնկրետ մենք այստեղ կես ժամից ավելի է ինչ կանգնած ենք։ Շատերը զարմացել են, որ ես այսպիսի տեսանկարահանում եմ իրականացնում, բայց հարգելի քաղաքացիներ, տեսնում եք այստեղ մեծ թվով թե մարդատար մեքենաներ են արգելափակման մեջ եւ թե բեռնատար մեքենաներ են արգելափակման մեջ, շատ քաղաքացիներ ինձ այստեղ ճանաչեցին եւ ցանկանում են իրենց դժգոհությունը արտահայտել, ուստի իմ պարտքն էր որպես լրագրող այս իրավիճակը եւս հանրության ցույց տալու եւ իրազեկելու հանրությանը այս իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալ եմ իմ ուղիղ հեռարձակումներին հետևելու համար։ Շնորհակալ եմ նաեւ այստեղ այն քաղաքացիներին, ովքեր ինձ աջակցման խոսքեր էին ասում։ Տեսնում եք այստեղ ոստիկաններն են, փրկարար ծառայության ներկայացուցիչներ։ Քիչ է, ռուլը թեքում ես։
Եթե բարում գնալ է, հեսա իսի հալելույա, հեսա որ ճանապարհը Նայն բասի, որ երկու երթևեկելի գոտին են աշխատի։ Հեսա Սմբաչան, հո հետ կա, հնարավորինս ճամպեն բացի։ Նվարի հետ, հեսա են էլ ագալի։ Ձեր անվտանգությունը պահեք։ Շնորհակալություն։ Հնարավոր է որ մի փոքր էլ հետ գնաս։ Դե ուրեմն կանգնում եք էլ չեք շարժում։ Ցանելու էր Գալու են, հոպա, գալու են ցանը։ Ցանը, դե ցանը կետամ, չէ՞։ Ո՞վ հետ կա։ Հնարավորությունն է շատ կա, բայց իմ առողջության հարցում թող գալ։ Ես սերետ պետք է նկարվեմ։ Իմ հետ նկարվեք։ Ունեմ ապացուցեմ սա հայտնիների հետ նկարվում, բայց եթե չգցեք այդպես։ Հենց հիմա եթերում եք, դուք եթերում եք հենց։ Ձեր հետ նկարվում։ Կամերեք, Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ապարան գնացող ճանապարհահատվածն է դեպի Արտաշավան տանող հատվածը։ Հիշեցնեմ, որ այս պահին փորձում են երթևեկություն կազմակերպել նաև դեպի ապարան, բայց քանի որ աղլցված չէ, դեռևս դժվարությամբ է ստացվում, որտեղ մեքենաները կանգնում են եւ հրաժարվում են նաև գնալ, մասնավորապես բեռնատար մեքենաները հատկապես վտանգավոր են համարում։ Քիչ առաջ ընդհանրապես մեքենաները արգելափակված էին, այս պահին արդեն սկսել են տեղաշարժվել։ Հիշեցնեմ, աղալցման աշխատանքներ դեռ կատարվել էին դեպի Երևան գնացող հատվածում։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ ոստիկանության ծառայողները փրկարարների հետ միասին այստեղ փորձում էին իրավիճակը շտկել եւ ճանապարհը երթևեկելի դարձնել, բայց վարորդները նշում էին, որ անվտանգ չէ երթևեկելը, մինչև աղալցման աշխատանքներ չկատարվեն։ Հիշեցնեմ, Երևան գնացող հատվածում աղալցման աշխատանքներ մեր աչքի առաջ կատարվում էին, բայց այն հատվածում, որտեղ որ մենք ենք կանգնած, մինչ այս պահը աղալցման աշխատանքներ չեն կատարվել։ Վարորդներից մեկի մոտ բահ կար, որի օգնությամբ ինքը փորձում էր երթևեկելի դարձնել ճանապարհահատվածը, բայց չստացվեց եւ որոշեց, որ ինքը իր բեռնատարով պիտի անվտանգությունից ելնելով կանգնի։ Բազմաթիվ մարդատար մեքենաներ եւս հիմա շարունակում են կանգնած մնալ, այս պահին որքան էլ փորձում են երթևեկելի դարձնել ճանապարհահատվածը, հնարավոր չէ երթևեկել, հատկապես անվտանգ երթևեկել հնարավոր չէ եւ մեքենաները որոշում են կանգնել եւ որևէ տեղ
չգնալ, շատ մեքենաներ նաև որոշեցին, որ իրենք պետք է հետ գնան դեպի Երևան, որովհետև մեր կասառույցի պատճառով հնարավոր չէ անվտանգ երթևեկել։ Այս պահին այսքանը հարգելի հետևորդներ, մենք եւս որոշում ենք կայացրել հետ գալ դեպի Երևան, հիշեցնեմ, ուզում էինք լուսաբանել, ուղիղ հեռարձակում իրականացնել ապարանյան ձմեռ 2026 միջոցառումից, բայց փաստորեն անվտանգ չէ այս պահին դեպի ապարան երթևեկելը։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար, շնորհակալ եմ նաև այստեղ հավաքված այն քաղաքացիներին, ովքեր իրենց աջակցության խոսքերն էին ինձ ուղղում։